կարևոր մտածողություն ձևավորող թեմաներ ենք շոշափում եւ քանի որ այդքան փորեցինք եւ հասանք ստեղ, մի բան էլ ես ասեմ։ Այո, այդ պարիսպները ստեղծված են, որովհետեւ այդ պարիսպից ներս իմն է եւ այդտեղ կա իրավակարգ, պարիսպից դուրս իմը չի եւ ինձ ոչինչ հետաքրքիր չի, բայց սա եկեք արձանագրենք, որ օբյեկտիվ պատճառներ ունի, որովհետեւ 1000 տարի մենք պետություն չենք ունեցել։ Դա եղել է այլ մարդու, այլ ազգի պետությունը եւ մենք այդտեղ եղել ենք քաղաքացի եւ մերը եղել է մենակ այդ պարիսպից ներսը։ Դրա համար հարկահավաքն է մերը չի հարկեր չենք սիրում վճարել, ոստիկանը մերը չի եղել, ոստիկան չենք սիրում իրև իրանց բան կարգավորումներին, հա, եւ հիմա այս տրանսֆորմացիան է, որ պետքա տեղ ունենա, այդ պարիսպները պետքա իջնեն, հարկերը մենք պետքա տանք, որ ոչ միայն մեր պարիսպից ներս սիրուն եւ բարեկարգ լինի, այլ պարիսպից դուրս էլ մայթ կառուցվի, գունավոր դպրոց կառուցվի եւ այլն։ Այսինքն մենք ճիշտ այդ տրանսֆորմացիայի մեջտեղն ենք, բոլոր process-ներն են նորմալ են, օբյեկտիվ են, պետքա տենց քիչ-քիչ առաջ գնալ։ Այստեղ մի նրբություն կա, պարոն Միրզոյան։ Եվ ես էլի այդ բանախոսությունները, որոնք հիմնականում չեն լուսաբանում, դրան անդրադառնում եմ։ Ես ասում եմ, երբ որ հաղթահարման առաջին քայլը դա ճանաչելն է։ Դրա մասին խոսելն է։ Ինչ եմ ես կառավարության նիստում սրա մասին խոսում, կամ ինչ եմ ընդհանրապես սրա մասին խոսում։ Որովհետև հաղթահարման առաջին ձևը եւ ես դա ճանաչել եմ շատ տրիվիալ մի օրինակով, որի մասին չեմ խոսա կառավարության նիստում, բայց այդ բանախոսությունների ժամանակ խոսում եմ։ Շատ տրիվիալ կենցաղային օրինակով եմ հասկացել, որ միջև խնդրի մասին չխոսես, խնդրեմ չես կարող հաղթահարել։ Համեցեք, պարոն Թովմաս։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, մի տեղեկատվություն եմ ուզում ձեզ փոխանցել, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ նախարարի ակտիվ մասնակցությամբ մենք հաստատել ենք մեկ մագիստրոսական կրթական ծրագիր, որի թույլտվությունը արդեն ստացել ենք Ճարտարապետության շինարարության ազգային համալսարանում, դա կոչվում է անշարժ գույքի զարգացում եւ տարածական պլանավորում եւ այդտեղ հենց դիտարկվում են այս բոլոր խնդիրները եւ կրթական մակարդակում մենք պլանավորում ենք ներդնել եւ պատրաստել մասնագետներ, որոնք միգուցե ես տերմինը ճիշտ չկարողանամ թարգմանել, բայց ինքը կոչվում է place making անգլերեն եւ urban form, այսպես ասված, եւ այդ առարկայի շրջանակում ամբողջովին դիտարկվելու են այս եւ նմանատիպ բազմաթիվ այլ խնդիրներ եւ մասնագետները արդեն շուկա դուրս կգան բավականաչափ մեծ գիտելիքներով։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Այո, այդտեղ էլ է կրթություն, պետք կրթությունով անցնում։ Համեցեք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես ուղղակի ուզում եմ ասել, որ մենք ունենք իրականում հետազոտողներ, որոնք այս թեմաներին անդրադառնում են եւ դրանք իսկապես շատ խորքային ու կարևոր ուսումնասիրության թեմաներ են ու նաեւ այդ ուսումնասիրության ձևերը ակնհայտ են եւ որոշված են, մասնավորապես օրինակ կա առօրեականության սոցիոլոգիա, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել մեր առօրյա կառուցվածքները, որոնք շատ հաճախ մեզ համար աննկատ են, բայց մեր կյանքը պայմանավորող եւ ամենակարևոր որոշումները պայմանավորող կառուցվածքներն են, բայց ուրախ եմ, որ դուք այդ մասին խոսեցիք, որովհետեւ գիտության զարգացման մասին խոսելիս մենք սովորություն ունենք առավելապես շեշտադրել բնական գիտությունները, տեխնոլոգիաները, ինչը իսկապես կարևոր է եւ ֆունդամենտալ է, բայց այս խոսակցությունը վկայում է նրա մասին, որ առանց հումանիտար եւ հասարակական գիտությունների զարգացման մենք չենք կարող իրական հանրային եւ տնտեսական զարգացում ապահովել եւ ես ուրախ եմ, որ գիտության զարգացման ռազմավարությունը, որը մենք բոլորովին վերջերս հաստատեցինք, բալանսավորված է այդ իմաստով եւ շեշտադրում է հումանիտար եւ հասարակական գիտությունների զարգացումը եւ կարծում եմ, որ մենք այս ուղղությամբ պետք է նաեւ շատ ավելի նախաձեռնող լինենք, ուղղորդելով, ձևակերպելով այն թեմաները, որոնք նաև մեր հետազոտողների ուշադրությունը կհրավիրեն, ու այն ծրագրերը, որ այսօր իրականացնում է կառավարությունը, իսկապես այդ հանրային կառուցվածքների փոփոխության են բերում, եւ մենք կքննարկենք նաև մեր օրինակ Երևանի Պետական Համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը կարծում եմ, որ կարող է շատ ակտիվ ներգրավել այս ծրագրերի ազդեցությունները ուսումնասիրելու եւ դրանք նաև կառավարությանը ներկայացնելու ուղղությամբ։ Ընդհանրապես կարծում եմ մենք բան Խաչատրյան հանրային կառավարման բարեփոխումների կոնտեքստում էլ է պետք դրա մասին մտածել, որովհետև մի քիչ ինտուիտիվ 2018 թվականից մենք սրա մասին խոսել ենք, որ պետական քաղաքականությունները ինչքան շատ
գիտական ուղեկցում ունենան, այդքան ավելի լավ։ Սա չի վերաբերվում, որ մի հատ մեր որոշումները գիտնականների շրջանում շրջանառենք, այդ դրա մասին չի խոսքը, բայց ընդհանուր միտումները, process-ները եւ այլն, այսինքն այս թեմաները, որ իրանք նաեւ հումանիտար եւ հասարակական գիտություններով զբաղվող մարդկանց ներգրավվածություն ունենան, ոչ թե ել եմ ասում, ոչ թե որոշման մակարդակով, այլ ընդհանրապես, որպեսզի մեզ օգնեն մեզ ավելի լավ ճանաչել, մեր որոշումներ, իրանց ազդեցությունները, խորքերը, համատեքստը ավելի լավ ճանաչել, դա շատ էականորեն կբարձրացնի ոչ միայն կառավարման որակը, այլև պետության ուժեղության շատ կարևոր բան է, որովհետև հիմա քանի որ առողջապահության նախարարին եմ խոսքը տալու, այդ ընդունված սկզբունք է, եթե դու քո օրգանիզմը ճանաչում ես, դու շատ ավելի ուժեղ ես եւ շատ ավելի դիմադրողական ես եւ շատ ավելի հաջող ես։ Այո, բայց շատ կարևոր է նաեւ որ դու ես ճանաչում, ոչ թե ասենք շատ բանզարգացած տեղերից փորձագետ ես կանչե ինքը բան անի, այլ դու ճանաչում ես քո օրգանիզմը, շատ կարևոր առանձնահատկություն է։ Իհարկե նաև դրսի փորձագետների օգնությամբ իրանց էլ պետք չի նշտել, բայց երբ որ ներսում այդ կարողությունները զարգանում են, մեր ֆունդամենտալ խնդրեմը ինչն էր, որ ասում էի 18 թվից ինտուիտիվ խոսում ենք, որ մենք ինչ թեմա բարձրացնում ենք, նույնիսկ առաջին ռեակցիան էր, որ որևէ տեղից փորձագետ հրավիրենք։ Ասում ենք, բայց ժողովուրդ, այսքան տարի այդ փորձագետները որ եկել են, մեր ծրագրերի մեջ պարտադիր պայման պետք է լիներ, որ տեղի փորձագետներ էլ ներգրավեն, որ Հայաստանում էլ փորձագիտական կարողությունները հզորանան եւ պատշաճ լինեն, բայց սա ուրիշ խոսակցության թեմա է, համեցեք Տիկին Ավանես։ Կարծում պարոն վարչապետ, եթե թույլ տաք մի փոքր այդ սոցիալ-հոգեբանական փոփոխությանը, ես կարծում եմ նպաստում է, որտեվ Պարիսպը գնացել ճիշտ տեղում կանգնել է։ Դա Տավուշի օրինակն է, այսինքն մենք այդ պաշտպանական եւ Պարիսպի տեղը այլևս ճիշտ ունենք, ու մեր ներսի անվտանգային եւ իրար հետ հարաբերվելու ներքին փոքր պարիսպիկների կարիքը վերանում է եւ սա եւս կարծում եմ մեծ ձեռքբերում է։